Ողջույն հարգելի հետևորդներ, միկրոֆոնից միացնեմ։ Մենք գնում ենք ջերմուկ մեր գազանիկների հետ, հատկապես այս գազանիկը, որ առավոտից մեզ չի թողում նորմալ արագ տեղաշարժվենք։ Մեր պապան հեսա կգա ռեստորանում եւ պապիկի հետ։ Ճանապարհորդություն այդակիր է լինելու, այնպես որ մնացեք մեզ հետ եւ հաճույք ստացեք բահար։ Մեր պապան եկավ եւ մենք վերջապես շարժվեցինք։ Պապա երբ ենք հասնում։ Նոր ենք նստել, հայկական հարցը պապա երբ ենք հասնում։ Եվ այդպես 15 րոպեն 1, չէ, 5 րոպեն 1։ Հələ մի հատ խնդրում եմ այս փուճուրին, էլի հələ սուսեք լիա։ Ալինա, քեզ քնում եմ այս։ Նորիկ ջոն պարկի արեմ, ես պարկ։ Քնած է։ Հայք կամոց բալը։ Քնած եմ ես չի պարկ։ Պարկի նորիշ, պարկի կողջիրուս։ Քնած է։ Բայց ձիք մնացել է, ձիք է։ Գշույն, ժայռերը։ Հալը այդին ծողել ռոզա տոտայի ման, ձեին մտքով չեր ասում։ Գյուղի տղա դարնա, չէ։ Արլեի պոնչի, կատ մածն սավորում։ Իրուն տեսարանները, բայց դժվար չէ տեսախցիկը, ոյ, սիրունա, ցույց տա, փոխանցի, այսինքն փոխանցի գեղեցկությունը։ Երեխաներին թողեցի մեքենայի մեջ եւ իջել եմ գնումներ կատարել։ Տեսնեք ինչ հետաքրքիր բաներ կան այստեղ։ Ինչ? Բույս է, սեբոն, սիրում եմ։ Քեխ, Ղանձիլ, այս ինչ է, բադրղան էլ եմ շատ սիրում։ Սարիծամոն։ Այդ մի անգամից եւ երկու սարիծամոն ենք փորձում մի րոպե։ Սենց ալերգիա չեմ կպնի, չէ։ Ինչի՞ էր պատրաստում այս սարիծամոնը։ Դեղաբույս է, չէ։ Լավն է։ Հա։ Ես չէի ուզում ընկեր Նաջարյանին, ինձ համոզեցին։ Ճիշտն ասած։ Միացած, հա։ Մի խոսքով ես չեմ ուզում ծամեմ այս ծամոնը։ Մտանք հələ ինձ սիրուն է, մտանք նորավանքի տարածք։ Վայ։ Մարշրուտ перестроен։ Развернитесь, а затем ժայռերը եւ քարանձավները։ Օհո, ոնց եմ սիրում ես այս տարածքը։ Ջոնի նորիկ առաջի անգամ է գալիս հայկս, բայց եկել է։ Մի քանի անգամ եկել ենք հայկիս հետ։ Նորիկս առաջին անգամ է գալիս, չէ նոր։ Հո նոր, բարև։ Ես այդ քարը։ Բարև։ Բարև։ Ապրիս կողցի։ Ահա եւ նա գեղեցիկը։ Աստվածայինը հասնում ենք շուտով։ Վերջապես հասանք նորավանք ու հիմա մոմ ենք գնել, պապիկը մոմա գնել, շնորհակալություն։ Գնանք վառենք։ Հələ ինձ սիրուն է տեսարանը նկարի։ Արի Հայկ ջան։ Շատ շոկ է։ Ու վատը այնա, որ ես SPF կրեմը մոռացել եմ իմ պայուսակի շատ խորքեր։ Եվ ինձ չէր կարելի արևիտական մշտապես նվել եւ հետեւաբար սենց։ Գնացինք։
Սարերի հովին մերնե հովին մերնե իմ յարի բոյին մերնե գնաց յարս նորեկս ու հայտիշ գնում են պապայի հետ հայ դրա համար ես փողը այդ քույք հանկարժեք կապամ որովհետև բացատրությունը տեսնում ենք Մինչարս այս վլոգը հիմնականում արտերքում ապրող հետևորդների համար է Ույս ինչ բարձր ամեն անգամ որ գալիս է ես մոռանում եմ որ Նարեկ քոթոտ Ջերմուկի քամին ուրեմն այսօր առավոտյան արթնացել ենք այս հրաշք տունիկում ու հələ տեսարանը նայեք մարդիկ որտեղ են ապրում ինձ սիրուն ամեն ինչ եւ այստեղ ոչ մի նևրոզ ոչ մեկին չի սպառնում գնում ենք ջերմուկ Ինձ սիրուն բնությունը Յանք ախր էտ էիք դեմի լավ սպասի առաջ Դե առաջ դուր որ տեսնեմ Հա շատ սիրուն է Ժայռերի արագ քարանձավներ են Հա հասկացա էլի դա շատ սիրուն է Հա կարաս մագլցես ու մտնես մեջը Հա ասած մենք մագլցենք Գնում ենք մագլց Նամանավան թարքը Այդ վերցել ես մագլցելու Մագլցելու չորերը վերցրել ես Մի հրաշք Ամեն անգամ ինչպես առաջին անգամ Տեր Աստված բնության ստեղծագործությունը ամենակատարյալն է Կատարյալ բառը գերադրական աստիճան ունի, հա, ամենակատարյալ, չգիտեմ, միթե չունի, բայց այ գեղեցկություն Սիրուն գետ Մարդիկ ձկնորսություն են անում Նարեկ, պուպուսյուս Տեսեք ինձ սիրուն բնությունը Խոսքերն ավելորդ են Գիտեք ինչին բարձիկով մարդը երբ որ բնությանը մոտ է լինում, իրան չի սպառնում ոչ մի տեսակի նևրոզ։ Տենց հա։ Այ կասում։ Հələ տես, այստեղ մոտ կարա նևրոզ լինի ընդհանրապես։ Մենք որ ամեն օր մարդու կյանքում պետք է բնության մի քանի կաթիլ լինի։ Ու հենց այդպես էլ է, գիտեք, երբ որ մարդը բնությունից հեռանում է, սկսվում են մտքեր, խուճապ, վայ բա ոնց կլինի հետո։ Իսկ բնությունը ինքը քեզ չի թողնում առաջ գնաս, ինքը քեզ պահում է ներկայում։ Օրինակ հիմա որ ես գետը տեսնում ես։ Բնականաբար մտածում ես գետի մասին, ոչ թե ասենք գալիք ինչ-որ երևույթների, գործողությունների, իրադարձությունների մասին։ Ես ուզում եմ ձեզ մի բան ասեմ, ոչ մի նևրոզ մարդուն չի նույնիսկ շոշափում, երբ որ մարդը բնության հետ ամենօրյա ու երկարաժամկետ շփում ունի, որովհետև բնությունը մեզ չի թողնում, որ հեռվանանք ներկայից, իսկ տագնապը, խուճապը որտեղ են ապրում, բնականաբար ապագայում։
Եվ հետևաբար, եթե բնությանը ինչքան մոտ լինենք, այնքան ավելի ներկայով ենք ապրում, որտեղ տագնապ չկա, ներկայում ամեն ինչ խաղաղ է ու հանգիստ։ Եվ հետո բնությունը այնքան կատարյալ է, որ նույնիսկ պերֆեկցիոնիստը կարծում եմ այնտեղ ոչ մի ինչ-որ բան չի գտնի, էլի, սենց բռնելու, ինչ-որ թերություն չի տեսնի, այնպես որ հաճախ պետք է շփվենք, այո, մենք քաղաքում բնակվողներս շատ քիչ ենք կարծում եմ բնության հետ շփում ունենում, որը որ մեր մոտ առաջացնում է ամեն ինչ։ Ջերմուկ կարաք ինձ սիրուն բաներ գնեք, հուշանվերներ, տարբեր տեսակի Սարլայանի համար։ Ինչ գնենք մենք Սարլայանի համար։ Ինձ սիրուն այս նուրը, ինձ տուրագարը։ Բաժակիքն էլ է սիրուն։ Եկանք, Հայկ ջան, սիրուն է, չէ։ Տենում ես, որ սիրուն է ցանկացած տեսակի YouTube-յան վիդեոից։ Ասա։ Մասնք ես հրաշքի մոտ։ Ոլի ելիք ուսումնասիրեմ, որտեղ տաղար անստով բանը որ ասել։ Բնության ստեղծագործության հարերի միջով, վրայով սպասում ենք մեր հերթին, որ ազատվի վերևը, բայց ոչ ինչքան է սպասենք Հայկ ջան Հայկ եկել է ինձ պաշտպանած մամա չեմ թողում մենակ բարձրանաս ես գիտեմ դու կընկնես հիմա տեսնենք Ապային Գնամ վերև, գնամ, չի թողում հա, ասմոք ընգնես, չեմ ընգնի գնամ Ջան, հիշում ես դու ջերմուկը, վերջին անգամ 4 տարեկան ես եղել, չէ 5, չէ, ես հիշում, իսկ նարեկը առեցին անգամ, հե, ինչ ճամ, Հայլի դնեմ, հետևս տենը, նարեկը առեցին անգամ է լինում ջերմուկում, հլը տես ինչ սիրուն է նկարները, հլը նկարները ճամ, նկարի Ես սիրուն բան կգնենք ընթացքում։ Հələ այս պուտյուրիկները ինձ որպես հուշանվեր շատ ավելի դուր են գալիս։ Անյուտայի աչիկները, այս փոքրիկներից կարող վերցնենք հետ գալուց։ Ինձ սիրուն են, չէ՞։ Գնեցինք մենք այս փոքրիկ Մոլբերտիկը երիցուկով, որն իմ ամենասիրելի ծաղիկներից է և դեղաբույսերից իհարկե և համապատասխան վարպետի մակագրումով իհարկե սենց տանենք, հավելացնենք մեր հուշանվերներին թաց է գիտես հիմա էլ հա գնում ենք եղնիկի մոտ ճիշտ է եղնիկը ուր է գնում ենք եղնիկ Սարերի հովին մերն եմ, չէ, դա պետք է սկսվեր սա, այս երկը պետք է սկսվեր Սարերի հովին մերն եմ, հովին մերն եմ, հովին մերն եմ Իմ յարի բոյին մերն եմ, բոյին մերն եմ, բոյին Ինչ մեծ է, ծոմ, ես չի պատկերացնում, որ ես այսքան մեծ է, օհո Ափսոս գլուխը այն կողմա թեքել, չնայած այն կողմի համար լավ է, որովհետև տեսնում ենք նրա մարալ դեմքը,
Հիմա ես գնամ եւ նրա մոտ նկարեմ։ Ինչ մեծ է, չէ՞, ես չգիտեի որ այստեղ։ Ես այստեղ առաջի անգամ եմ լինում։ Հայկ։ Սիրուն է, չէ՞։ Այ։ Ահա։ Անդերից էլի նկարի սիրուն է։ Անդերից։ Օհ, ես բարձր զվախնում։ Ուզիչ բարձրո։ Նորեկ, ինքան սիրուն արև։ Da-da-dum, 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 da-da-dum. Ուզում ես գայս մամայի մոտ։ Հեսա, հա, ուզում ես գնանք, հեսա կգնանք։ Հրաշք։ Էլ ընդեղ եմ սիրունա։ Ես տեղ չի եղել, առաջ անգամ լինում։ Հրաշք բնություն։ Սիրուն կանաչել չէ։ Ինչ Շվեյցարիա, ինչ բան։ Հայաստան, ջերմուկ։ Արփագետը իր ողջ գեղեցկությամբ լսվում է։ Հեռախոսը սիլնա, բռնի։ Կամին չի թողնում, հələ տեսեք։ Հեսա հեռախոս չես ուղղում։ Հələ տեսեք։ Սիրուն տեսարանա։ Ոնց գարները։ Տանից մի քանի մետր են կողմ։ Այս էլ մատու։ Դա մատու։ Գարները։ Հա, հարացում են իրանց համար։ Այստեղ պետք է լինել պարտադիր Կեչուտ գյուղինքից հատվածն է։ Գիծը ո՞րն է, Կեչուտի հատվածն է։ Մատուրը լճով, հրաշք տեսարանով։ Այստեղ նաև ժամանցի հատված կա ընտանիքի համար։ Վայ, ինչքան սիրուն է։ Չէ։ Լռություն։ Ինչպես է։ Մի խոսքով որ գալիս եք ջերմուկ, եկեք տեսնեք։ Նաև։ Հələ նայեք։ Մարդ չկա։ Մենոնցից բացի։ Գնաչին։ Ինտեղ էս։ Այսօր վերադառնում ենք տուն։ Բարձրանամ մեր սիրելի գալերեայից ջուր խմեմ ու մի քիչ էլ վերցնեմ մամայիս համար։ Ու այսքանով եզրափակում ենք մեր ճանապարհորդությունը։ Հուսով եմ ձեզ համար հետաքրքիր էր և շնորհակալություն, որ դիտեցիք մինչև վերջ։ Մենք ընկանք ճանապարհ գնում ենք, բայց այդտեղ մի հատ հատվածում կանգնել ենք բիզնես գաղափարի շուրջ, նպատակով, այսինքն ոչ թե շուրջ, եւ ես հարթից օգտվելով կհավաքեմ իմ ամենասիրելի ծաղիկը, երիցուկը, փունջ կկազմեմ եւ այսպեսով կավարտենք մեր 3-4 օրյա ջերմուկյան կեչուտյան ճանապարհորդությունը։ Հետո լասն ջերմուկը սիրուն բնություն չունի, հələ տեսեք, ով որ տենց է ասում, ինքը ուղղակի չի տեսել ջերմուկը, էլ չեմ ասում այնտեղ ճանապարհին ինչքան հետաքրքիր ու չբացահայտված հատվածներ կան։ Այնպես որ երբ որ գաք, անպայման ուսումնասիրեք, ինչ հատվածներ չեք տեսել։ Մենակ այդ գալերեայի շուրջ չի ձևավորվում, էլի։ Ջերմուկ, այսպես ասած։ Դե լավ եղեք ժողովուրդ, շնորհակալություն, որ դիտեցիք մինչև վերջ։ Մեզ բարի ճանապարհ։